ամենավտանգավոր է այս փուլում օդի սարսափելի աղտոտվածությունը։ Միայն 3 օր առաջ Ավան առիթ թաղամասում աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել օդի աղտոտվածության։ Չգիտեմ, հասցեցիք ծանոթանալ, թե երեք Տիգրան Ամինյանը ինչ խայտարակ ձևով է մեկնաբանում այս աղտոտվածության հետ կապված խնդիրը։ Այսօր Նիկոլ Փաշինյանն է խոսում, որ դա մի օրվա գործ չի, որ լուծենք, դա երկարատև ժամանակատար պրոցես պետք է լինի, բայց ըստ էության ոչինչ չի արվում։ Խայտարակ շինթույլտվությունները, որոնք իրենք իրականացնում են, խայտարակ ծառահատումները, մենք հեսա նկարներ կդնենք էկրանին, որոնք դուք եք արձանագրել, վերջերս, որ կտրում էին հաստաբուն ծառերը։ Խնդրեմ այս մասով ինչ ահազանգեր ունեք դուք։ Շնորհակալություն հրավերի համար, ինչպես միշտ շատ սիրով եմ եկել։ Այո, շատ կարևոր խնդրի եք անդրադառնում։ Երևան քաղաքում օդը վերածվել է Երևան քաղաքում կարելի է ասել ոչ թե օդ ենք շնչում, այլ գտնվում ենք մի գազախցիկի մեջ, որը լիովին թունավորված է հնարավոր բոլոր թունավոր նյութերով։ Դրանից էլ առաջ են գալիս երեխաների մոտ ալերգիկ հիվանդություններ, մեծահասակների մոտ սրտանոթային հիվանդություններ եւ բժիշկների ահազանգերը եւս շատ են, որ հիվանդանոցներում մարդիկ էլ տեղ չունեն, որովհետև շատացել են հիվանդությունները, որով մեր քաղաքացիները ահազանգում են եւ պառկում են հիվանդանոցներում։ Այս ամենի պատճառը, այս ամենի մեղավորը եւ այս ամենի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է։ Քաղաքացիական պայմանագիր պլյուս հանրապետություն, թրքամետ այդ կազմակերպությունը եւ հանրային ձայն կոալիցիոն, ինչպես ասում են, կուլիսային կոալիցիոն գործարքի հետևանքով քաղաքային իշխանության մասը կազմածները։ Նրանք են կրում այն պատասխանատվությունը։ Մեր երևանցիները 23 թվականին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հստակ ընտրություն էին արել եւ քաղաքացիական պայմանագրին չէին վստահել իրենց ձայնը, չէին վստահել քաղաքային իշխանությունը։ Սակայն ինչպես գիտենք, այդ կեղտոտ գործարքների արդյունքում իրենք եկան իշխանությունը մի կերպ պահում են իրենց ձեռքում եւ հնարավորինս վրեժ են լուծում քաղաքացիներից։ Այն Երևան քաղաքի տնտեսության կառավարման մոդելը, որով այսօր առաջնորդվում է քաղաքային իշխանությունը, այդ 2.5 միավորանոց իշխանությունը, կարելի ասել վրեժի դրսևորում է։ Նրանք վրեժ են լուծում քաղաքացիներից, որ չեն վստահել իրենց եւ իրենք միահեծան իշխանություն չեն կարողացել ձևավորել Երևան քաղաքում եւ ստիպված են եղել կեղտոտ գործարքների, կեղտոտ առևտրի, անասնագողության միջոցով մի կերպ իրենց ձեռքում պահել քաղաքային իշխանությունը եւ դրա համար էլ հանրային տրանսպորտը թանկացրեցին։ Գիտենք, որ հանրային տրանսպորտը թանկացրեցին, անունը դրեցին բարեփոխում, բայց այն իրականում չարեփոխում է, որովհետեւ քաղաքում չկան կանգառասրահներ, չկան ժամաչվացուցակներ եւ տեսնում ենք, թե մարդիկ անգամ ոչ պիկ ժամերին ինչ գերբեռնված քանակով եւ կանգառներում են սպասում, որովհետեւ իրենց անհրաժեշտ տրանսպորտային միջոցը ժամերով հնարավոր է որ չգա, 50-60, երբեմն էլ ավելի շատ րոպե մարդիկ սպասում են իրենց անհրաժեշտ տրանսպորտային միջոցին, որը չկա եւ չկա, երբ որ ժամանում է մարդիկ խցկվելով, իրար վրա սեղմվելով մի կերպ փորձում են տեղաշարժվել Երևանում եւ անամոթաբար այդ տրանսպորտի համար քաղաքային իշխանությունը պահանջում է եռակի անգամ թանկ վճարել եւ ովքեր էլ որ փորձում են իրենց քաղաքացիական անհնազանդությունը, խաղաղ անհնազանդությունը դրսևորել եւ բոյկոտել, նրանց էլ փորձում են լռեցնել տուգանելու միջոցով։ Սա խայտարակություն է, սա խոսում է քաղաքային իշխանության կառավարման ձախողման մասին եւ քաղաքային տրանսպորտի ձախողումները ամեն քայլափոխի յուրաքանչյուրս տեսնում ենք, բախվում ենք, ես կարող եմ նշել շատ կանգառներ, որոնք ոչ թե կանգառներ են, այլ բանուկ մասում երթևեկելի ակտիվ երթևեկության գոտի հանդիսացող մասում մարդիկ նստում են տրանսպորտ, իջնում են տրանսպորտից եւ այստեղ նույնպես վտանգավոր ռիսկեր են առաջանում, այսինքն հասկանում ենք, որ հայ մարդու քաղաքացու կյանքը այս իշխանության համար 0 արժեք ունի, իրենց համար միայն տուգանելն է եւ իրենք հավատարիմ են իրենց լոզունգին, որ քաղաքացին տուգանքի եւ թալանի մատերիալ է։ Կարող ենք խոսել աղբահանության խնդրից, Երևանը ամբողջովին եւ լիովին շաղախված է աղբի ու կեղտի մեջ, սան մաքրում ընդհանրապես 2018 թվականից ի վեր, ինչ ԿՊ-ն ստանձնել է քաղաքային իշխանությունը, չի իրականացվել սանիտարական մաքրում, բայց գումարները տարբեր չափերի ահռելի թվով գումարներ դուրս են գրվել։
Դրանից հետո տեսնում ենք, որ աղբահանման գործընթացը եւս ձախողված է եւ պետք է անպայման նշենք, որ աղբահանությունը Երևան քաղաքում այս 2.5 միավորանոց իշխանության պարագայում եւս թանկացվել է, որը նորից խոսում է քաղաքային տնտեսության կառավարման ձախողումների մասին։ Ինչ վերաբերվում է կանաչ տարածքներին, օդի աղտոտվածությանը։ Անցյալ շաբաթ մեր 44-օրյա պատերազմի զոհված հերոս տղաներից մեկի մայրը ահազանգեց եւ ուղարկեց ֆոտոները, նաեւ ասեց, որ զանգահարեց եւ ասեց, որ իր լացը գալիս է, խիստ հուզված էր, ասում էր, կարծես իմ աչքի առաջ մարդկանց կտրատեն, առողջ հաստաբուն ծառերը կտրում են, արմատախիլ անում եւ տեղում սալիկապատման աշխատանքներ են իրականացնում։ Այսինքն ամեն ինչ անում են, որ Երևանը բետոնացվի, անապատանա։ Օդի աղտոտվածության մակարդակի կեղտոտմանը եւ աղտոտմանը նպաստում են նաեւ շինհրապարակների մեծությունը, Երևան քաղաքում ահռելի եւ աննախադեպ թվով շինարարություն է իրականանում, որտեղ վերահսկողությունը պատշաճ կարգով չի իրականանում եւ փոխարենը օդի աղտոտվածությունը քչացնող փոշին նստեցնող սարքեր պարտադրվեն, որ կառուցապատողը ներդնի շինհրապարակում, դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել ամերիկյան կազմակերպության հետ եւ քաղաքացիներին, կառուցապատողներին պարտադրում է շինհրապարակում տեղադրել օդի աղտոտվածությունը ընդամենը չափող սարք եւ ընդամենը այդ չափող սարքը պիտի չափի, ահռելի գումարներ կառուցապատողը պիտի վճարի եւ չափի ու օդի աղտոտվածության չափը մակարդակը փոխանցի քաղաքապետարանին կամ քաղաքապետարանը համապատասխան ծրագրի միջոցով ինքն էլ կարող է տեսնել, թե ինչ օդի աղտոտվածության մակարդակ կա տվյալ շինհրապարակում։ Սա եւս խայտառակ եւ ըստ ինձ աննախադեպ երևույթ է, փոխարեն քաղաքային իշխանությունը պարտավոր է շինհրապարակներում պարտադրի տեղադրել կառուցապատողին օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնող եւ ջրցան սարքեր, որպեսզի մեր քաղաքը հնարավորինս զերծ մնա շինարարական փոշու աղտոտվածությունից։ Տարբեր վարչական շրջաններում, օրվա տարբեր ժամերի, տարբեր եղանակային պայմաններում արձանագրվում է օդի աղտոտվածության տարբեր մակարդակներ, բոլոր դեպքերում այդ օդի աղտոտվածության չափանիշները եւ չափերը աննախադեպ են եւ թույլատրելի շեմը արդեն հաղթահարված է։ Մենք վտանգավոր օդ ենք շնչում եւ էպիդեմիոլոգները բնապահպանները պարտավոր են եւ նաեւ քաղաքացիական հասարակության անդամները բոլորս պարտավոր ենք այս մասին ահազանգել, բարձրաձայնել եւ փորձել պայքարել սրա դեմ, որպեսզի կարողանանք դեմն առնել։ Կարծես Երևանը դարձել է վտանգավոր եւ թունավոր գազերով լի գազախցիկ, որտեղ մենք գտնվում ենք, շնչում ենք եւ տարբեր հիվանդություններ ենք ձեռք բերում։ Սա ոչ թե քաղաքական հարց է, ոչ թե ինչ-որ թիմային խնդիր է, որը պիտի լուծվի, սա վտանգավոր եւ ազգային անվտանգության առաջնահերթ կարևորություն ունեցող հարց է, որի մասին բոլոր պատկան մարմինները պիտի եւ ահազանգեն եւ իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկեն բոլոր այն հնարավոր միջոցները, որ կարողանան կանխել այս խայտառակ երևույթները։ Տեղական հարկեր, տուրքեր, աղբահանության։ Դե նաև տրանսպորտի թանկացումը, սրան ու աղետալի հանրային տրանսպորտ, խնդրեմ այս մասով, հա, դուք բարբերաբար կանգառներում ֆիքսում եք ինչ վիճակ է, եւ քանի որ այսպես ժողովրդի հետ ներշփում եք, ինչ են փոխանցում օրինակ մեր քաղաքացիները Տիգրան Ավինյանին։ Քաղաքացիները նախ ատում են քաղաքացիական պայմանագիր խմբակի բոլոր անդամներին, հստակ մեր քաղաքացիները գիտակցում են, որ այս խայտառակ կառավարման ձախողումը դա քաղաքացիական պայմանագրի համապատասխան անձանց ոչ կոմպետենտ լինելն է եւ շահագրգիռ չլինելը թիմի քաղաքական կամքի բացակայությունն է, որ չի լուծվում որևէ խնդիր Երևան քաղաքում։ Տեսեք, կարմիր գծերը թանկացրեցին 13
կես անգամ թանկացրեցին, 12,000 դրամի փոխարեն այսօր քաղաքացին վարորդները վճարում են 160,000 դրամ, միևնույն ժամանակ բեռնաթափման խնդիրը չի լուծվել։ Այսինքն իրենք անմիտ, անհիմն որոշումների արդյունքում եւ որոշումների հետևանքով միայն կարողանում են թալանել քաղաքացիներին, քերթել, որքան կարողանում են շատ, սա իրենց բառերով եմ ես փոխանցում։ Քաղաքային տրանսպորտի մեջ մեր քաղաքացիները երբեմն թեկուզ ցանկություն էլ որ ունենան վճարելու, բացառապես ֆիզիկապես հնարավորություն չի լինում վճարելու, որովհետև այդ ապարատները այնքան են խցկված լինում մարդկանցով, որ իրենց բանկային գաղտնիք պարունակող քարտը պիտի անծանոթ մարդկանց գլխի վերևով այսպես փոխանցելով տան ինչ-որ մեկին, որ հետո էլ տարբեր խնդիրների առաջ կանգնեն։ Շատ անհիմն, անմտածված որոշում էր տրանսպորտի թանկացումը եւ այն էլ այն պայմաններում, երբ որ Մայր Հայաստանը առաջարկում էր հենց իրենց պաշտոնական թվերի վրա հիմնվելով, միջազգային փորձագետների հետ աշխատելով, Մայր Հայաստանը իրենց առաջարկում էր թողնել Երևան քաղաքում հանրային տրանսպորտի գինը անփոփոխ, աշխատել շահույթով, չէ որ այդ 100 դրամը արդեն ավելին էր, իրականում ինքնարժեքը շատ ավելի քիչ էր, քան 100 դրամը, պարզապես իրենք փորձեցին հնարավորինս մարդկանցից առանց կենսաթոշակները բարձրացնելու, առանց աշխատավարձերի բարձրացում ունենալու, պարզապես մարդկանց կյանքը էլ ավելի դժոխք դարձնելու, վրեժ լուծելով քաղաքացիներից, որ ՔՊԻ-ն իրենց վստահության քվեն չէին տվել 23 թվականի Երևանի ավականու ընտրություններում։ Այս մասին է խոսում նաև աղբահանության վարձավճարի թանկացումը, անհիմն թանկացումը։ Մենք տեսնում ենք, որ աղբահանության վարձավճարը թեկուզ թանկացել է, բայց քաղաքը չի մաքրվել, աղբահանությունը հավուր պատշաճին չի իրականացվում, մայրաքաղաքի տարբեր մասերում, տարբեր վարչական շրջաններում աղբի կուտակումներ կան, որոնք չեն մաքրվում եւ փողոցներն էլ տեսնում ենք, որ միայն իրենց հարակից 1-2 փողոց կարող է որ ավլեն։ Տեսնում ենք նաև գույքահարկի թանկացում, էլի անհիմն թանկացում, այսինքն ծառայություններ չմատուցելով, այդ ծառայությունների դիմաց գանձվում են ահռելի գումարներ, քաղաքային բյուջեն հարստանում է, բայց քաղաքային որևէ խնդիր չի լուծվում։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները ամենօրյա ռեժիմով ահազանգեր են հնչեցնում ջրատարների խցանումների մասին, քաղաքի աղտոտվածության մասին, ոչ բարեփոխված տրանսպորտի մասին, կանաչապատ տարածքների վերացման եւ փոխարենը սալիկապատման մասին, մենք նաև ունենք ահազանգեր, որտեղ փտած ծառեր կան, այդ փտած ծառերը չեն հեռացնում, դրանք էլ յուրովի չարիք են մեր քաղաքացիների համար, որոնք քամիների ժամանակ պոկվում, ընկնում են մեքենաների վրա, քաղաքացիներին եւ նյութական եւ նաեւ առողջական վնասներ պատճառելով, բայց քաղաքապետարանը այս դեպքում էլ համարձակություն եւ պատասխանատվություն չի ցուցաբերում, պատասխանատու ժամանակում վճարելու քաղաքացուն պատճառված վնասները։ Քաղաքացուն ուղարկում են այս թղթի հետևից, այն փաստաթղթի հետևից, այսինքն իրենց տաքուկ կաբինետներում նստած մարդկանց ուղարկում են տարբեր տեղեր, որպեսզի այստեղ վիզ ծռեն, այնտեղ վիզ ծռեն, տարբեր փորձաքննություններ բերեն, մինչդեռ տեսանյութերով արձանագրված է, որ ծառը փտած է եղել, չի կտրվել եւ քամու ժամանակ վնասել է քաղաքացու թանկարժեք մեքենան ամբողջովին։ Քաղաքացիները շատ վարորդներ ահազանգում են, որ փոսերը Երևան քաղաքի փոսերը, որոնք կարծես խրամատներ լինեն, մանավանդ օրվա մութ ժամերին վնասում են մեքենան, լուրջ նաև վթարների պատճառ են լինում, նաև հիմնովին ջարդում են մեքենայի ընթացային մասը, բայց նորից փոխհատուցման ժամանակ Երևանի քաղաքապետարանը տարբեր փորձաքննություններ, տարբեր եզրակացություններ է պահանջում, անհիմն ձգձգելով իր պատասխանատվությունը քաղաքացիների առջև իրականացնելու, բայց դրա փոխարեն, եթե ուսանողը, որը ասենք վաղարշապատից եկել է հասել է Երևան եւ քարտի գումարը չի բավարարում, որ վճարի արդեն Երևանի մեջ դեպի իր բուհ գնացող տրանսպորտային միջոցը, անմիջապես գալիս են եւ 10,000 դրամ ուսանողին տուգանում են։ Սա խայտառակություն է, սա ՔՊԻ ամոթն է եւ խարանը եւ մեր քաղաքացիները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այն խայտառակ թալանի
վերաբերյալ եւ այն խայտառակ կառավարման վերաբերյալ, որը իրականացնում է քաղաքացիական պայմանագիրը եւ Երևան քաղաքում եւ համայն հանրապետությունում։ Այս ամենի վերջը պետք է դրվի համախմբվելով, միավորվելով եւ Նիկոլ Փաշինյանին ու քաղաքացիական պայմանագրին իր թրքահպատակ մյուս կուսակիցների քույր կուսակցությունների հետ իշխանազրկելու գործընթացի հիմքը տալով, մեկնարկը տալով։ Մենք նաև այս ամենին զուգահեռ կրկինավետյան ներքին քաղաքային խնդիրներից զատ մենք ունենք իրապես անվտանգային խնդիրներ, մենք տեսնում ենք ընդդիմադիր Հայաստան ունեցող մեր հայրենակիցները ինչպես են, այսպես ասենք, ըստ էության խոշտանգում, որովհետև բանտել են 40-ից ավել քաղ բանտարկյալ ունենք միայն այս տարի քրեակատարողական հիմնարկում 20-ից ավել մահ է արձանագրվել, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Քանի որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում ոչինչ անել, որպեսզի Հայաստանի քաղաքացին իրեն զգա արժանապատիվ, ապահով, անվտանգ երկրի քաղաքացի, մենք աշխարհի աչքին ծաղրուծանակի ենք ենթարկվում, երբեմնի հայ զինվորից վախեցող Ալիևը արդեն իրեն առյուծ է զգում եւ մեր երկրի ղեկավարին հրապարակայնորեն անվանում է հարբեցող ծաղրածու, սա խայտառակություն է եւ շատ ազգային անվտանգության վտանգ է հանդիսանում մեր բոլորիս համար։ Իսկ ինչ վերաբերվում է քաղբանտարկյալներին, սա պարզապես լռեցում է, փորձ են անում լռեցնել մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն լսելի լինելու եւ փորձում են վախի մթնոլորտ տարածել ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մեծ թուրանի ծրագրերը իրականացնեն եւ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի խոսքերով իրական Հայաստանը դարձնեն թուրքական վիլայետ։ 2018 թվականից ի վեր մինչ այսօր գրեթե ամենօրյա ռեժիմով պայքարելով այն իշխանության դեմ, որը այս պահին Հայաստանի Հանրապետությունում է, միշտ խոսել ենք այս մասին, որ այս քաղաքականությունը, որը ծաղրում է հայ զինվորին, որը թույլ է տալիս, որպեսզի TikTok-ներում, սոցիալական հարթակներում տարբեր տեսանյութեր հրապարակվեն, որ հայ մարդուն նսեմացնող տեսանյութեր, հայ գերիներին նսեմացնող տեսանյութեր եւ դրանց փոխարեն միջազգային հարթակներում գնալ, ջերմեռանդորեն գրկախառնվել մեր թշնամի պետությունների ղեկավարների գրքերի հետ, նրանց տիկնանց հետ ողջագուրվել, շատ ջերմ զրույցներ ունենալ, տարբեր հյուրասիրությունների նստել, նրանց հետ սեղան կիսել, ովքեր կարող են քնած հայ սպային կացնի հարվածներով սպանել, զրկել կյանքից եւ այդ գազանաբար մարդասպանությունը իրականացնողին հերոսի կոչում տված մարդու հետ կարողանալ ձեռք մեկնել եւ շատ ջերմորեն զրուցել, սա նշանակում է, որ հային փորձում են վերացնել, հային իր բնորանում զրկում են ապրելու իրավունքից եւ այս իրավունքը մենք պետք է կարողանանք նորից վերգտնել եւ ոչ թե կենացներ խմենք, ոչ թե փորձենք ագրեսիվ եղանակներով ընդդիմադիր դաշտում կամ այլ դաշտերում փորձել միմյանց քննադատել, այլ պարզապես վերգտնվել բոլոր միջանձնային հարաբերություններից, ամեն ինչ դնել մի կողմ եւ պայքարել, որպեսզի կարողանանք ունենալ մեր Հայաստանի Հանրապետությունը, փորձենք վերականգնել մեր երբեմնի ամենամարտունակ ու հզոր բանակը եւ երբ որ կվերգտնենք մեր ազգային ինքնությունը, կկարողանանք խոսել նաև Արցախի վերադարձի եւ մեր կորուսյալ հայրենիքի վերադարձի մասին։ Իսկ մինչ այդ ամենակարևոր հարցը, որ օրհասական է եւ բոլորիս ընտանիքներում ու բոլորիս համար արդեն դարձել է առաջնային ու գերխնդիր, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հնարավորինս շուտ իշխանությունից զրկելն է։ Բայց իրենք կերակրում են հասարակությանը, օրինակ Ղազախստանով բերված ցորենով, որը անասնակերով, չէ։ Խնդրեմ այդ մասով եւ բա տեսեք խաղաղություն ենք վերել, կա հասարակության շուտ ներկայացուցիչներ էին գնացել Բաքու, հանդիպել Հաջիևի հետ, Հաջիևը ասաց փոխանցեք ձեր ժողովրդին պատերազմն ավարտված է, խնդրեմ։ Չէ, սրանք պարզապես խայտառակություններ են, տարբեր դրվագներ են, որոնք իրականում խայտառակություն են եւ այդ դրվագները պիտի վերացվեն։ Անասնակեր հայ մարդը չի ուտելու եւ միայն բացի քաղաքացիական պայմանագրի եւ իրենց ընտանիքի անդամներից որևէ հայ մարդ անասնակեր իր տուն չի տանելու։ Սա միգուցե գնել են իրենց կուսակցության անդամների համար, բայց
Այնպես ինչպես վաղար շաբաթում, գիտեք, որ անցյալ շաբաթ ընտրություններ էին, մենք տեսանք, թե ինչպես էին իրենք ամաչում, որ իրենք քաղաքացիական պայմանագիր են, իրենց տեխնացուի քարոզչական նյութերի վրա ՔՊ-ի այդ խայտառակ լոգոն շատ փոքրիկ էր եւ գրեթե աննշան, որպեսզի շարքային քաղաքացուն կարողանային խաբել եւ օրինակ Արագած գյուղում, որը Արգիշտի Մեխակյանի հայրական գյուղն է, ես եղել եմ ընտրատեղամասում եւ արձանագրել եմ, որ քաղաքացիները, ովքեր ընտրում էին այդ քաղաքացիական պայմանագրի տեխնացուին Արգիշտի Մեխակյանին, նրանք լիովին վստահ էին, որ Արգիշտի Մեխակյանը Նիկոլ Փաշինյանի թիմակիցը չէ, Արգիշտի Մեխակյանը ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանին եւ ասում էին մեր տղեն չի կարող ՔՊ-ի հետ համագործակցել, մենք մեր տղուն ենք ընտրում, որը որևէ կապ չունի ՔՊ-ի հետ, որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ահա այսպես խաբելով Արագածի բնակիչներին Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը վերարտադրեց վաղար շաբաթ խոշորացված համայնքում եւ այս պատերվակը այս հանգամանքը օգտագործելով ես նորից կոչ եմ անում մեր քաղաքացիներին ավելի զգոն լինել, ուշադիր լինել, որպեսզի եթե հետագայում պետք է լինեն ընտրություններ եւ եթե մինչ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կգոյատևի, ապա պետք է լինել ուշադիր, որովհետեւ այստեղ ոչ թե իշխանության կամ քաղաքական ուժերի միջև պայքար է լինելու, այլ լինելու է պայքար հայի եւ թուրքի միջև, լինելու է պայքար հայ մարդու ապրելու իրավունքի եւ Թուրքի Հայաստանի Հանրապետությունը թուրքական վիլայետ դարձնելու այս երկու պայքարներն են լինելու, պետք է ուշադիր լինել, որպեսզի կարողանա հայ մարդը իր հայրենիքում ապրելու իրավունք ունենա, հայերեն խոսելու իրավունք ունենա, ոչ թե միայն թալանվելու, ոչ թե գիտությունն ու կրթությունը բարոյազրկելու եւ արժեզրկելու, ոչ թե շարքային քաղաքացիների աշխատավարձն ու կենսաթոշակները հնարավորինս նսեմացնելու, քչացնելու, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացված լինելու պարագայում տեսնում ենք, թե ինչ ողորմելի վիճակում է ապրում շարքային քաղաքացին, որին փորձում են կերակրել իբրև թե իրենց տեխնացուների, որպեսզի կարողանան իրենց տեխնացուներին վերարտադրել, նրանց կերակրում են, թե քաղաքացիական պայմանագրին, ասենք Արգիշտի Մեխակյանը ընդդիմադիր է եւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը մեր տղան չի կարող լինել։ Ահա այսպես էլ հավատալով Արագածի խեղճ ու կրակ այդ բնակիչները գնացին եւ ընտրեցին Արգիշտի Մեխակյանին։ Լիովին քաղաքացիական պայմանագիրը խաբեց ընտրողներին եւ վերարտադրվեց։ Նույնը չպետք է թույլ տալ հաջորդիվ, եթե կկայանան ընտրություններ, բայց ես լիահույս եմ, որ մենք կունենանք այնքան ուժ եւ կորով, որ մինչ ընտրությունները իշխանազրկենք այս հանցավոր խմբակին մեր երկիրը ղեկավարելու իրավունքից։ Եվ մենք տեսնում ենք, որ սրան զուգահեռ իրենք ուղղակի չեն դադարում հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ինչ ունենք անելու մենք, ինչ ունի անելու հայ մարդը, կանգնեցնելու առաքելական եկեղեցու դեմ այս կեղտոտ արշավը։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին նախ պետք է հիշենք, որ Հայաստանի Հանրապետությունը քրիստոնեությունը առաջինը ընդունած երկիրն է, պետությունն է, որպես քրիստոնյաներ մենք կանգնած ենք Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, ամեն կիրակի Մայր Հայաստան կուսակցությունը առաջնորդի Անդրանիկ Թևանյանի առաջնորդությամբ լինում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, մասնակցում ենք պատարագի, մեր աջակցությունը, մեր սատարումն ենք արտահայտում դեպի մեր հայ առաքելական եկեղեցին եւ կոչ ենք անում նույնը, որպեսզի մեր մյուս բոլոր հայրենակիցները, ովքեր քրիստոնյա են, ովքեր անհանգիստ են հայ մարդու կյանքով, ապագայով եւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Փաշազադեի հրահանգով ուղված այս պայքարին, ապա պարտավոր են լինել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, մեր հոգևոր հայրերը պետք է զգան մեր աջակցությունը եւ չպետք է թույլ տանք, որպեսզի ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում մեր Սուրբ եկեղեցիները երբևէ մզկիթների վերածվեն։ Այս ամենի համար գործ ունենք անելու յուրաքանչյուրս։ Տնային տնտեսուհին, ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, մշակութային գործիչը, շարքային բանվորը, քաղաքական գործիչը, անգամ ուսանողը, որոնք պարտավոր են պատասխանատվություն զգալ եւ իրենց բաժին պայքարը այս պահին իրականացնել։ Այս պահին, եթե պետք է լինել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, ապա մենք կոչ ենք անում լինել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետ եւ սատարել մեր հոգեվոր հայրերին, որպեսզի Փաշազադեն չհրհռա, որ
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը իր հրահանգով առաջինը քրիստոնեությունը ընդունած երկրի հոգևոր հայրերին կարող է բանտարկել, կարող է նրանց դեմ քրեական վարույթներ կամ ինչ-որ թիրախավորված տեսանյութեր հրապարակել եւ փորձել արատավորել հայ հոգևոր հայրերի վարքը։ Մենք այս ամենը գնահատում ենք որպես հերյուրանք եւ չենք ընդունում, փոխարենը ուզում ենք ազատվել այն իշխանությունից, որը Փաշազադեների, Ալիևների, Էրդողանների հրահանգով փորձում է վերացնել հայությունը, հայի ինքնությունը։ Դրա դեմը պետք է հնարավորինս շուտ առնել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։